Եկել եք ուղղակի պատրակին մասնակցելու, թե նաև աջակցություն եք հայտնում Տեր Արամին, Տեր Թադեին։ Տեր Թադեոսին աջակցություն ենք հայտնում։ Եվ ինչպես է գնահատում իրավիճակը, որ ինքը միացել է Տեր Արամին աջակցելուն եւ նշում է, որ եկեղեցիում խնդիրներ կան։ Եկեղեցու հետ ոչ մի խնդիր չկա, եկեղեցին առաքելական եկեղեցին է, մենք պաշտում ենք առաքելական եկեղեցուն, բայց որ կարգալույծ են արել, մենք համաձայն չենք դրա հետ։ Նախ կաթողիկոսը պիտի առաջերտին ինքը բարոյական կերպարը բացահայտ կանգներ հեռուստատեսության բացեր, որ ես կին երեխա չունեմ, մենք այդ ժամանակ կընդունենք իր այդ կարգալույծ արած վիճակը, բայց որ ինքը ոչ մի բան չի ասել, բնական է, որ կաջակցում ենք։ Մտավախություն ունեք, կասկածներ ունեք, որ իրոք կաթողիկոսը երեխա ունի եւ չի կարող ըստ էության կաթողիկոսի կարգավիճակ ունենալ։ Ես ստույգ չեմ կարող ասել, բայց մամուլը ամբողջ հեռուստատեսությունը ասում է, թող ինքը մի անգամ գոնե կանգնի հերկի։ Ուրիշ ոչինչ։ Դուք ինչ կասեք։ Մենք կարծիքին ենք մենք։ Մենք գիտենք, որ ինքը իհարկե երեխա ունենալ չունենալ, բացի դա ինքը այն չի արել, ինչ որ արել է կաթողիկոսի։ Ոչ մի անգամ, ոչ մի բան չենք տեսել իրավիճ։ Այսինքն այն ակնկալիքները, որ ունեք որպես կաթողիկոսից, Գարեգին երկրորդը չի իրականացել։ Որևիցե անգամ չի արել։ Իր արարքները հենց թող կանգներ հերկեր, ասեր որ չէ, սուտա հերուրանքա աբացույց մի հատ բերեք, բայց աբացում են, որ կին ունի, երեխա ունի, դաժե երեխա անունել են ասել, ինչև անգամ։ Բացի դա ամենամեծ սխալն է, բայց թե որ արարկել չունի, իսկական կաթողիկոսին վայել բան չի արել։ Մենք դեմ չենք, Սամվել Կարապետյանը բարերար է, հայրենասեր է, օգնել է ժողովրդին, բայց նկարը արժեր, որ տաներ կախեր եկեղեցում։ Դե թող իմ նկարը բերեն կախեն եկեղեցում, ես թալնում ավելի շատ գործ եմ արել, ասենք, աշխատել եմ թալնում երկար ժամանակ, բայց չի արել եմ հայլերը։ Այսինքն դուք նկատի ունեք, որ ավելի շատ փողն է գնահատել։ Այո, փողն է գնահատել, փողը մուտեղ լույս է տվել իրան, ուրիշ ոչ մի բան կան։ Ոչ թե կաթողիկոս այլ բիզնեսմեն է, որ տարածք ասես մտնես, իր օբյեկտները կա, թող դե մենագետի հերկա էլ, տանեմ ապարանի գնդունիկից սկսեմ, գնդունիկի 90% իրանն է, ամբողջ հացը, զովքերը, խանութները, հետի հերկա էլ, ես միազն գնացեք, ես միազն շրջանում տեսեք, բոլոր ռեստորանները։ Գնացեք կարևոր դյուղը տեսեք իր կալվածները, իր աղբոր կալվածները, ինչ։ Ո՞վ է տեսեք։ Քրտնաջան աշխատել են, հալակ քրտնիկով։ Թող մի հատ բարձրանար, ասենք, որևիցե մի անգամ, այդքան զոտվեցինք, պատերազմ է։ Գոնե մի անգամ ելներ ժողովրդին ասել, ժողովուրդ ջան, հանդարտվեք, էսա կամ էնա, ոնց է, կաթողիկոսն։ Նոր տարվան, որ ելույթ էին նախկին։ Մենք սպասում ենք առաջ կաթողիկոսի ելույթին, նոր պրեզիդենտեր, թե ցեկայի քարտուղարեր ինչ էր, ասենք դենց էր կոչ։ Կաթողիկոսին ենք սկզբից տեսնում։ Հիմա իրան ոչ տեսնում ենք, ոչ էլ լսում ենք, ոչ էլ ուզում ենք լսենք։ Ես ինքս եկեղեցու հիմնադիր եմ եղել։ Հիմնադիրներից մենք եմ եղել Նորքի Մարիամ Աստվածածին։ Բայց ես ինքը ինչ կաթողիկոս է եղել, ես եկեղեցի չեմ մտել, հետո ուզում եք ճիշտ իմանալ։ Ես այն տեղը, որտեղ որ ես եղել եմ հիմնադիրներից մեկը, այդ եկեղեցին ես չեմ մտել։ Չեմ մտել։ Մենակ իր բանից, որ կերպարի պատճառով, որ եկեղեցին մեղ չունի, եկեղեցին նախ այդ եկեղեցիները ինքը չի սարք, այս ժողովրդի քու փողնել է, քու տնողի փողնել է, դրվել է, արվել է դա։ Հիմա ինքը սրանք կթողնեն, նրանք կթողնեն, դու Չէ որ ինքը իրավունք չունի ասել, դու մի մտի։ Մի բան էլ ասեմ, ընկեր ջան, Մաստարայի եկեղեցը կա, Հովանես, Սուրբ Հովանես եկեղեցին 4-րդ դարի կառուցված է, Մալխասյանի 5-րդ դարը կրիշի վրա
ծառեր են աճել։ Հնարավորություն կա եկեղեցին չունի, իր հնարավորությունը բերի գոնե դա մարդիկ այս տեխնիկայի դարում մարդիկ տեզերք են թռչուն գնում։ Եկեղեցին ծառեր աճում։ Կքայքավի քուլքը կա, հետո էլ պետք է ասի տեր եղնեիք։ Հնարավորություն չկար։ Ավելի լավ չէր, որ եկեղեցիները կառուցեր, վերակառուցեր։ Նայեք եկեղեցիների արտաքին տեսքը, խնդրեմ տեսեք։ Դա վերակառուցելու համար շատ միջոցներ պետք է եկեղեցու համար։ Եթե հասարակական կարգով լինքը նյութը տա բազան, ժողովուրդը կկանգնի հասարակական կարգով կանի։ Հատկապես Թալնի ժողովուրդը, Թալնի շրջանի ժողովուրդը եկեղեցապաշտ մարդիկ են։ Մարդիկ 40-ից գաղթ եկել են գյուղերը, եկեղեցին առաջինը կառուցել։ Հաշ չեն ունեցել ուտելու սասունցիները։ Ես այս շրջանից եմ շատ լավ գիտեմ այս շրջանի ամբողջ վերուտիրը։ Որ բնակավայրից եք։ Ես Մաստարայից եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։